Ընթանում է միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի դատավարությունը մի քանի հոդվածներով հանցավոր ծագում ունեցող միջոցների օրինականացումից մինչև իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։ Դատախազը միջնորդել է 3 ամսով երկարաձգել տնային կալանքը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այսօր ընտրական ցուցակը կներկայացնի կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ փաստաթղթերը կներկայացվեն ժամը 17:45։ Տեղի է ունեցել Եվրամիություն Հայաստան քաղաքացիական հասարակության հարթակի 8-րդ հանդիպումը, որին ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մեզ պետք է, որ Հայաստանի Եվրամիության անդամակցության գործընթացի շուրջ լինի զրոնյարդ, նշել է վարչապետը։ Եվրամիությունը երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանի Հանրապետությունում։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, թե Հայաստանի նոր սահմանադրության ընդունումը կարևոր է տարածաշրջանում խաղաղության գործում։ Չնայած Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև վերջերս ստորագրված հրադադարի համաձայնագրին մերձավոր արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, թե իրանական նավահանգիստների շրջափակումն ամբողջությամբ իրագործված է։ Ինչ սպասել։ Բարև ձեզ, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Սիրանուշ Պապյանն եմ, այսօր ապրիլի 15-ն է, չորեքշաբթի։ Ուղիղ եթերում քննարկում ենք անցնող ժամերի կարևորագույն իրադարձությունները։ 10 ամիս տևած քննությունից հետո մեկնարկել է միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի դատավարությունը մի քանի հոդվածներով հանցավոր ծագում ունեցող միջոցների օրինականացումից մինչև իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։ Կարապետյանների փաստաբանները միջնորդություն են ներկայացրել դատարան, որպեսզի դատավորը առաջնահերթ քննի Կարապետյանին տնային կալանքից ազատելու հարցը։ Փաստաբան Արշակ Վարդանյանը նշել է, որ հիմնավորվում է չկան տնային կալանք կիրառելու հիմքերը, քանի որ Կարապետյանը չի կարող ազդեցություն գործել վկաների վրա, նրանք չեն հաստատել նրա մեղսակցությունը։ Չկան նաև հանցանք կատարելու ռիսկեր, նա ունի նախանձելի կենսագրություն, բացակայում են նաև փախուստի դիմելու ռիսկերը, նշել է Վարդանյանը։ Սամվել Կարապետյանը պատասխանել է դատարանի հարցերին իր ինքնության վերաբերյալ։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ունեմ նաև Ռուսաստանի եւ Կիպրոսի անձնագիր, քանի որ վստահ ենք հաղթանակի մեջ, սկսել ենք գործընթաց Ռուսաստանի Դաշնության եւ Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու։ Կարապետյանը նաև հայտնել է, ունի բարձրագույն կրթություն, տնտեսագիտության դոկտորի կոչում, ամուսնացած է, ունի 3 չափահաս երեխա, իր խնամքին ոչ ոք չկա։ Իր աշխատելու վերաբերյալ էլ նշել է, աշխատում եմ որպես ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ, ունեի աշխատանք 10 իր ընկերությունների խմբի նախագահն էի։ Եվրամիության երկրների դեսպաններն այսօր Բրյուսելում ընդունեցին Հայաստանի նոր քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշումը, ճանապարհ հարթելով վերջնական հաստատման համար, որը ակնկալվում է կլինի հաջորդ շաբաթ Եվրամիության արտգործնախարարների նիստին։ Ազատության տրամադրության տակ է Եվրամիության արտաքին հարաբերությունների ու անվտանգության հարցերի բարձրագույն հանձնակատարի առաջարկը առաքելության մանդատի, կառուցվածքի ու ժամկետների վերաբերյալ։ Ըստ այդ փաստաթղթի առաքելությունը պետք է ամրապնդի Հայաստանի դիմակայունությունը հիբրիդային սպառնալիքներից ռազմավարական, գործնական խորհրդատվությունն ու աջակցություն տրամադրելով նախարարություններին ու անվտանգային ոլորտի գործակալություններին։ Այդ խորհրդատվությունները կենտրոնանալու են քաղաքականությունների մշակման, արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների հայտնաբերման ու արձագանքման, կիբեր հարձակումների, ինչպես նաև ապօրինի ֆինանսական հոսքերի վրա։ Առաքելությունը պետք է նաև գնահատի ինչ է անհրաժեշտ Հայաստանում անվտանգության ոլորտում կարողությունները զարգացնելու համար, որպեսզի երկիրն առավել արդյունավետ բացահայտի ու արձագանքի հիբրիդային սպառնալիքներին Եվրամիության մեթոդաբանությունների ու ստանդարտների համաձայն։ Մինչ այդ առաքելության կարիքը հիմնավորող փաստաթղթում Եվրամիության արտաքին գործերի նախարարությունը փաստել էր, որ առաջիկա հունիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները, դրանց հաջորդող թիմ ընտրությունները, ինչպես նաև հավանական սահմանադրական հանրակրվեն կարևորագույն քննություն են լինելու ոչ միայն, այլև ներքին կայունության ու տարածաշրջանային խաղաղության համար։ Իրեպ խոսելով հնարավոր վտանգների մասին,
փաստաթուղթը Հայաստանում ներքաղաքական զարգացումներից, արտաքին տնտեսական ճնշումներից ու տեղեկատվական մանիպուլյացիաներից բացի առանձնացրել էր նաև Իրանի դեմ պատերազմը, մանրամասնելով Հայաստանի ընդամենը 2 բաց սահմաններից մեկը Իրանի հետ է եւ առանցքային նշանակություն ունի Հայաստանի հաղորդակցության ու հյուսիս-հարավ տրանսպորտային ու առևտրային միջանցքի համար։ Այս լարվածությունը կարող է ել ավելի մեծացնել Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի տնտեսության ու էներգետիկ կարիքների վրա եւ շահարկվել ընտրությունների շեմին, արձանագրում է փաստաթուղթը, հավելելով կան նաեւ հնարավոր միգրացիոն հոսքերի, կազմակերպված հանցագործության կամ այլ անօրինական գործունեության ռիսկեր։ Ակնկալվում է, որ Եվրամիության նոր խումբը Հայաստանում տեղակայվելու է 2 տարով, ունենալու է 20-ից 30 միջազգային աշխատակից եւ գործելու է Եվրամիության գործընկերության առաքելություն անվանման ներքո։ Նշվում է, որ այն բաց է լինելու նաեւ երրորդ երկրների համար, եթե եւ երբ Բրյուսելը նրանց հետ համաձայնության հասնի այդ ուղղությամբ։ Առանց Եվրամիության որոշումների կայացման ինքնավարությանը եւ դրա միասնական կիրարկմանը վնաս հասցնելու երրորդ պետությունները կարող են մասնակցել առաքելությանը պայմանով, որ նրանք կհոգան իրենց կողմից գործուղված անձնակազմի ծախսերը, ասված է այսօր ընդունված փաստաթղթում։ Տեղի ունեցել Եվրամիություն Հայաստան քաղաքացիական հասարակության հարթակի 8-րդ հանդիպումը, որին ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իր ելույթում վարչապետը նշել է, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո ամենամեծ քննադատությունը կառավարության ու քաղաքական մեծամասնության հասցեին այն է, որ մենք արդարության ակնկալիքը ունենալով որպես հիմնական օրակարգերից մեկը չենք կարողացել այնպիսի հաջողություններ հասնել, որ կգնահատվի լավ կամ բավարար։ Այստեղ կա ճշմարտություն, բայց երբ որ մենք ուզում ենք հասկանալ խնդրեմը, բախվում ենք առաջին հայացքից կարող է շատ պարզունակ մի հարցի։ Իսկ ինչ է արդարությունը եւ ինչ է արդարադատությունը։ Եվ պարզվում է, որ այս հարցի շուրջ միասնական ընկալում չկա, ընդ որում ոչ միայն համընդհանուր, այլ նաեւ որոշակի գաղափարաբանական եւ դիտանկյունային էական տարբերություններ կան ընդհանուր մասնագիտական խմբերի մեջ։ Օրինակ իրավաբանները արդարությունը մի բան են համարում, քաղաքական գործիչները մեկ այլ բան, տնտեսվարողները երրորդ բանը, քաղաքացիները չորրորդ բանը, ընդհանրապես արդարադատության հետ առնչվող կողմերը երկուսն են եւ սովորաբար մեկը պարտվում է, մյուսը հաղթում։ Ինչպես հասնել նրան, որ եւ պարտվողը եւ հաղթողը ընդունեն կամ ընդունելի համարեն կամ համաձայնվեն, որ տեղի ունեցածը արդարություն եւ արդարադատություն է։ Այս հարցի հետազոտմամբ զբաղվելով ես հանգել եմ մի եզրակացության, որ այստեղ ամենակարևոր խնդիրներից մեկը process-ների եւ ինստիտուտների օրգանիկությունն է իշխանության աղբյուրի ժողովրդի հետ կապի իմաստով։ Այսօրվա համակարգի պայմաններում մենք երբեք արդարություն եւ արդարադատության զգացում չենք ունենալու, որովհետեւ ես գործընկերներին ասել եմ, որ Հայաստանի Հանրապետությունում դատական եւ արդարադատության եւ արդարության համակարգերը հիմնականում չունեն օրգանական կապ իշխանության բարձրագույն աղբյուրի ժողովրդի հետ։ Եվ այս խնդիրն է կարևորագույններից մեկը, որը մենք պիտի լուծենք առաջիկայում նոր սահմանադրություն ընդունելով։ Վարչապետի խոսքով արդարադատությունը Հայաստանում կառավարվում է այնպիսի ինստիտուտների կողմից, որոնք կղզիացած են չունեն օրգանական կապ եւ պատասխանատվություն ժողովրդի առջև։ Նրա խոսքով սահմանադրությունը օրգանական կապ չունի իշխանության բարձրագույն աղբյուրի հետ։ Անդրադառնալով Հայաստանի Եվրամիությանն անդամագրվելու գործընթաց սկսելու օրենքին, վարչապետը շեշտել է, մեր ռազմավարությունն այն է, որ այս process-ի մեջ մենք չենք պատրաստվում շանտաժի գործիքներ կիրառել Եվրամիության նկատմամբ։ Ռազմավարությունը նաև այն է, որ այս process-ի մեջ մենք չենք պատրաստվում շանտաժի գործիքներ կիրառել, այդ թվում Եվրոպական միության նկատմամբ, որ մենք այ օրենք ընդունել ենք, դե հիմա մյուս ամիս մեզ ընդունեք Եվրամիություն, ոչ ամենևին։ Մեզ պետք է որ այս process-ի շուրջ լինի զրո նյարդ։ Եվ դա մեզ համար հնարավորություն է իրապես համապատասխանել որպես երկիր բարեփոխումների գործընթաց շարունակել այնպես, որ մենք
իսկապես համապատասխանենք Եվրոպական միության չափանիշներին։ Այս կետում, երբ որ մենք լինենք օբյեկտիվորեն այս կետում, Եվրամիության անդամ դառնալ չդառնալը քաղաքական որոշման հարց է։ Եվրամիության կարող է որոշել չընդլայնվել կամ որոշել ընդլայնվել որոշակի տրամաբանությամբ։ Եվ մենք որևէ մեկի կամքին քաղաքական չենք կարող բռնանալ։ Եթե Եվրոպական միությունը կորոշի, որ մենք մեզ ընդունել Եվրոպական միության լիիրավ անդամ որպես, շատ լավ։ Եթե կորոշի չընդունել, մենք էլի շահած դուրս կգանք, որովհետև կլինենք ժամանակակից լավագույն ստանդարտներին համապատասխանող երկիր։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր ելույթում նշել է, որ Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու հարցում վճռական ենք։ Հայաստանի նոր սահմանադրության ընդունումը կարևոր դեր կխաղա տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում։ Չեխիա աշխատանքային այցի շրջանակում Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն է հայտնել այս երկրի մասին երկրի առաջատար հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցի ժամանակ։ Պատասխանելով Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցին, Ամիրբեկովը խոսել է ձեռք բերված պայմանավորվածությունների ու կայուն խաղաղության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։ Նրա խոսքով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ինչպես նաև Հայաստանի նոր սահմանադրության ընդունման հանրաքվեն կարևոր դեր կխաղան երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար եւ որպես հետևանք տարածաշրջանում երկարաժամկետ ու անդառնալի խաղաղության ապահովման գործում։ Եվ այս պահին առաջինի տաղավարում զրուցելու եմ քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մկրտչյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Եվ այսպես, պարոն Մկրտչյան, գիտեք, մեկնարկել է Սամվել Կարապետյանի ուրեմն դատավարությունը մի քանի հոդվածով, հանցավոր ծագում ունեցող միջոցների օրինականացումից մինչև իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։ Գիտեք, դատախազը միջնորդել է եւս 3 ամսով երկարաձգել տնային կալանքը, այսօր դեռ չի ամփոփվել այս պահի դրությամբ դատական նիստը։ Նախ եւ առաջ ինչպիսի ուրեմն տպավորություն ունեք Սամվել Կարապետյանը ըստ էության արդեն իր կերպարով առանց արհեստական բանականության, առանց տեսախցիկների կամ տեսախցիկներով, բայց գոնե ինքն էր հայտարարություններ արեց եւ շեշտեց, որ ինքը հրաժարվում է իր մյուս երկու քաղաքացիությունից։ Սկսել է այդ գործընթացը կհրաժարվի թե Կիպրոսի, թե Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից, որովհետեւ վստահ է ուժեղ Հայաստանը հաղթանակելու է։ Ունեք այդպիսի վստահություն, համեցեք։ Նախ ես պետք է իմ դժգոհությունն արտահայտեմ, եթե կալանք, ապա կալանքի նման մի որևէ բան, այլ ոչ թե տնային կալանք, եթե տնային կալանք, ապա անիմաստ է եւ դատախազությանը ես օրինակ խորհուրդ կտայի, կհորդորեի, կխնդրեի, կառաջարկեի, որ լավ է բացահայտ ազատություն շնորհեն Սամվել Կարապետյանին, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, դուք զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները հնարավորություն ունենաք մոտենալու այդ մարդուն, հարցեր ուղղելու, ծրագրեր լսելու, առաջարկներ լսելու, անկախ նրանից, որ ինքը իհարկե չի կարող լինել Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետ, որովհետև Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը թույլ չի տալիս, ինքը անգամ падգամավոր չի կարող լինել, բայց իբրև էթնիկ հայ կարող է իր կարծիքն արտահայտել եւ այս աժոտաժը, այս արեստական ֆեյք, եթե կուզեք անգամ հիբրիդային մթնոլորտի ձևավորումը մեզ ավելի շատ հարցերի տեղ է տալիս եւ հարցեր է առաջացնում։ Թողեք Սամվել Կարապետյանը 5 րոպե, 3 րոպե, 2 րոպե, 10 րոպե որևէ ֆորմատով մեր հարգարժան լրագրողների հարցերին պատասխանի, որովհետեւ կուտակված բազմաթիվ հարցեր կան։ Այ օրինակ հարցերից մեկը, թե օրինակ Սամվել Կարապետյանը Ռուսաստանի Դաշնությունում այդ ժամանակ հենց հատկապես խորը գործունեություն ծավալելու ընթացքում, երբ որ 44 օրյա պատերազմը թակեց մեր դուռը, ինչու էր կողմերին բանակցությունների սեղան վերադառնալու կոչով դիմում։ Կողմերին թքած, որ Ադրբեջանը սանձազերծել է պատերազմ, թքած, որ Ադրբեջանը ռմբակոծում էր խաղաղ բնակչությանը այնտեղ ապրող,
Թեկած որ Հայաստանի Հանրապետությունից տասնյակ հազարավոր կամավորներ գնում էին իրենց քույրերին ու եղբայրներին պաշտպանելու ու նրանցից շատերը ցավոք սրտի չվերադարձան։ Այդ մարդը կողմերին կոչ էր անում։ Հիմա հարցա, չէ, օրինակ ինձ հետաքրքրում է իբրև քաղաքացի, վստահաբար ձեզ էլ իբրև նաև լրագրող։ Ինչու էր այդպիսի կոչ անում Սամվել Կարապետյանը։ Այդ որ շահից ելնելով, որ երկրի շահից ելնելով կամ առհասարակ ինքը պետքա պատասխանի, թե ինչի Ռուսաստանի Դաշնության եւ Կիպրոսի քաղաքացիություն, եթե ուներ պլաններ, նպատակներ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական գործունեություն ծավալելու, իսկ իմ կարծիքով դա այդ պլանները ինքը չի ունեցել, դա առաջացել է եւ սկիզբ առել այսպես կոչված եկեղեցու, բայց իրականում Կտրիչ Ներսիսյանի պաշտպանության այդ լեգիոնը ձևավորելու ճանապարհին եւ իր 30 վայրկյանանոց հայտնի ելույթից հետո քրեական գործի մատերիալ ունենք, քրեական գործ կա, դատական նիստ է ընթանում, Սամվել Կարապետյանն էլ ամիսներ շարունակ զրկված ազատությունից ու հիմա էլ ասում է չեք թողում խոսամ, որ թողեք այնքան բան կասեմ, այնքան առաջարկ ունեմ, ուժեղ, շատ ուժեղ, ավելի ուժեղ, եղբայր շարունակությունը եւ առաջարկ կա, նյութ կա այդ ուժեղի տակ, որն է առաջարկը, ուժեղ լինել Մոսկվայում, դուք այսպես թե այնպես Մոսկվայում ուժեղ եք, եթե չեմ սխալվում, ուժեղ չլինեք, միլիարդավոր դոլարների կարողություն չէիք ունենա, արևմտյան որոշ պետությունների կողմից չէիք հետապնդվի, փողերի լվացման եւ այլ կասկածելի գործերով, գիտենք, որ Մոսկվայում ուժեղ եք, Պեկինում ուժեղ լինեք, կարող է Պեկինում էլ ուժեղ լինեք, եւ այսինքն բացառում եք, ուրեմն այսպես ասած նրանց հնարավոր հաջողել այս ընտրություններին։ Լսեք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները խելքները հացի հետ չեն կերել։ Սիրելի հայրենակիցներ, հիմա եկեք ծուռը նստենք, ժողովրդի ասած դուզը խոսանք։ Երբ եք տեսել, որ բիզնեսմենը արևմտյան պետություններին, որ լսենք, նաև ֆինանսական այսպես մախինացիաների մեջ ներքաշված անձնավորություն է լավ։ Դե արևմտյան մամուլը գրում է, կարդում ենք, ես հղում եմ կատարում իրենց։ Եվ փորձում եմ կարծիք ձևավորել, սա հատուկ իրենց փաստաբանական խմբի համար, որ դատական գործեր չներկայացնեն, իբրև թե լրացնելու համար։ Ոնց եք մտածում բիզնեսմենը մտածի ժողովրդի մասին։ Կաշառքի մասին կամ գոնե թե բարեգործության արգելքը, օրենքով սահմանված արգելքը շրջանցելու մասին հակակոռուպցիոն կոմիտեն երեք հստակ հայտարարություն տարածեց, ձերբակալված անձինք կային։ Ես ուզում եմ անպայման անդրադառնանք այս հայտարարությանը։ Այս ամեն ինչը հաշվի առնելով, ես գիտեք, միշտ մի բան եմ ասում, թույլ տվեք ավարտեմ այս միտքը։ Ես միշտ մի բան եմ ասում մեր ժողովրդին, սիրելի ժողովուրդ, այս մարդիկ ձեզ էժանով առնում են, որ թանկով ծախեն։ Բիզնեսմենը, եթե բիզնես հոգեբանությամբ եւ բիզնես տրամաբանությամբ, քաղաքականության մեջ առաջնորդվում, հատկապես այն բիզնեսմենը, որ պատրաստ է եղել օտարերկրյա քաղաքացիություններ ընդունել, երկրի ամենածանր պահին կողմերին կոչ անել, նստել, խոսել։ Վլադիմիր Պուտինի հովանավորությանն ու աջակցությանը ապավինել, ինչի՞ չասենք, ճիշտ խոսալը ժողովրդական լեզվով ասած, որ շան տղություն չի։ Հիմա եկել է պահը։ Ու պետքա ճիշտ խոսալ, պետքա ազնիվ խոսալ, պետքա շիտակ խոսալ, պետքա ժողովրդին բացատրել, որ Հայաստանի Հանրապետությունը հետ քայլ չանի, ձեռք բերված հանուն արդարության իրականում պետք է ասեմ, ձեռք բերված շոշափելի ձեռք բերումները չմսխի, ու ի վերջո Հայաստանի Հանրապետությունից գուբերնիա չստացվի, էլի մի հատ գուբերնատոր էլ Իվանիշվիլու կարգավիճակին նախանձելով հայկական Իվանիշվիլու լայց տեսակ է այստեղ խաղա։ Սա Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ես վստահ եմ, որ թույլ չեն տալու, այս ժողովուրդը խելքը հացի հետ չի կերել, իր շուրջը նայում ամեն ինչ լավ պատկերացնում է։ Պարոն Մկրտչյան, մինչ դուք անդրադառնում եք երեկվա տեղի ունեցած հաղորդագրության հանրայնացմանը, հրապարակմանը, նախ գիտեք երկու աղջիկները ազատ են արձակվել, բայց ինչ է ասում Նարեկ Կարապետյանը, ասում է
Հայաստանը ուրեմն Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին մայրիկներին ձերբակալում են, երեխաներն էլ հայտնվում են դատարանում մայրիկների հետ եւ այս ամենի լուծումը ուրեմն եւ ելքը փոփոխությունն է։ Լսեք, իր հոր աշխատանքային գործունեության տարիներին Սևազգեստ մայրերը Բաղրամյան 26-ի դիմաց, ում աշխատակազմի ղեկավարներ իր հայրը, քարշ էին տալիս, բայց իրանց ծպտոցը չէինք լսում։ Այդ մայրերին 5000 դրամի մատերիալ էին դարձրել, 5000 դրամով, մուրաբով, տուկի թելով, կարտոշկի սերմով, սելիտրայով, տրակտորի 10 լիտր դիզ վառելիքով, առնում էին, սահմանը կանսերվի կոկոշկաներով պահում էին, հիմա էլ եկել, ում հետապնդել Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ու կառավարությունը եւ մասնավորապես հակակոռուպցիոն կոմիտեն, այդ կառույցի բոլոր աշխատակիցներին առանձնահատուկ շնորհակալություն եւ թող իրենք աչալուրջ լինեն, որպեսզի ընտրական process-ներից առաջ այդ դրվագները կանխարգել են, հայտնաբերեն եւ թույլ չտան։ Դասում է պարտվեք տղամարդու նման, մի կալանավորեք մայրերի։ Ուժեղ, ավելի ուժեղ, էլի ուժեղ, լիքը ուժեղ։ Ուժեղ տղու կամ ուժեղ մարդու, ուժեղ առաջնորդի արածա դա իրականում փաստորեն պարզվում է հղիության ընթացքում ըստ նախաքննության տարածած հայտարարությունների եւ ձայնագրության եւ հաջորդականության դեպքերի հղիության ընթացքում իսկ ինը ներգրաված է հիշեցրեք խնդրում եմ այդ պարոնի անունը ռուսական ինչ որ ելևեջներով հայրանունով ռուսական դիմելաձևով ինչպես էր չգիտեմ Լյուդվիգ Գրիգորիչ էր Վլադիմիր Վլադիմիրովիչի այն լավ ընկերներ ով էր չգիտեմ մի խոսքով X այդ անձնավորությունը իջով ավարտվող տելևիզոր էին առնում փողն են ուզում շատ ավելի լավ что могу сделать еще приятное перед выборами господин ու կներեք էլի ուժեղ շատ ուժեղ ավելի ուժեղ լիքը ուժեղ ու այսպիսի գործընթացների մեջ ներգրավել հղի կնոջ հետագայում ծննդաբերությունից 40 օր հետո այդ կնոջ երեխային գործիք դարձնել, փորձել ազդել հանրային նուրբ լարերի վրա ուժեղ լիքը հարցականով ուժեղ տղերք բա դա գործելա ոչ իրականում պետք է ասվի որ որևէ պարագայում ոչ հղի լինելը անգամ տղամարդկանց դեպքում ոչ չգիտեմ լեզվի մինինգիտ ունենալը ոչ մի բան չի ազատելու պատասխանատվությունից դատվելու եք պարոնայք կավատներ եւ պարոնայք եւ տիկնայք մարմնավաճառներ մանրամասն եմ մարդիկ ովքեր շարքային 10-ով չիկի կարգավիճակում լավություն անելով ինչ որ նյութական շահագրգռվածությամբ մարդկանց այսպես հրապուրելով փորձում են ձայն կորզեն իրենք կավատներ են մարդիկ ովքեր դրա սպառողն են ովքեր իրենց ձայնն են վաճառում տելևիզորով, քյաբաբով, մատ կալորիկ փողով, այդ մարդիկ մարմնավաճառից ոչինչով չեն տարբերվում։ Գուցե մարմնավաճառների համաշխարհային այդ ասոցիացիան իմ դեմ մի հատ հիմա բողոք ներկայացնի, թե ինչի եմ ես սրանց հետ համեմատում, բայց սա հանցագործություն է, սա պատկերավոր մասն է։ Սա հանցագործություն է հստակ ու պատժվելու են բոլորը։ Հերիք է լավ էլի այս ժողովուրդը այդ փողի, այդ շահագրգռվածություններով ընտրությունների գնալու արդյունքը տեսել է ու դառը գինա վճար է։ Գինա վճար է այս ժողովուրդը։ Երբ որ այս ժողովուրդը գին էր վճարում, իրանց առաջնորդը գուցե էլի $1 միլիարդ իր հաշվին փող էր պատտացնում, ավելացնում։
Ֆրանսիայում, Բրիտանիայում, չգիտեմ որ երկրներում էլ իրան հետապնդում էին։ Դե ամեն ինչ չափ ու սահման ունի։ Ամեն ինչ չափ ու սահման ունի։ Ու այսօր այդ հաղթանակը, որ հիմա էլ իրենք ասում են, թե բա, տեսակ, կաթի շշերը վերցրեցինք, գնացինք հակակոռուպցիոնի դեմը կանգնեցինք, կաթի շշերը շարեցինք գետնին եւ մեր տելևիզոր բաժանող Գոհար Աշոտովնային տուն ճանապարհեցինք, հաղթելու ենք, ուժեղ ենք, անձնագրից էլ հրաժարվում ենք, մի խոսքով, քիչ ամնում իմ... Բայց ընկճվածություն չնկատվեց, անգամ տեսանյութերը վստահ եմ դիտել եք, Գոհար Աշոտովնա, ինչպես ասում եք, բարձր տրամադրություն ուներ, շատ։ Դե դրա համար եմ ասում, իրավապահ համակարգը պետքա տուրք չտա։ Ներողություն, ամենայն հարգանքով, մեր ձագերը, մեր երեխաները, մեր սրբությունն են, մեր գլխի վրա տեղ ունեն, բայց ժողովուրդ ջան, մի վարքյան էլի, եթե ուժեղները առաջին շարքում տելևիզոր բաժանողների, քյաբաբ բաժանողների մեջ կանանց են դիրքավորում, այստեղ ներողություն, հարցերը ոչ պետությանը պետք է ուղղել, ոչ իրավապահ համակարգին պետք է ուղղել, ոչ էլ այլ մարդու պետք է ուղղել տիկիններին պատվարժան եւ պարոններին պատվարժան ուժեղ ու իրենք իրենց մեջ թող պարզեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը խախտողները պետք է խստագույնս պատժվեն ընտանիքներ կարող են քանդվել ճակատագրեր կարող են խեղվել սա թող մեր քաղաքացիները գիտակցեն Պարոն Մկրտչյան Եվրամիությունը երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանի Հանրապետությունում գիտեք այսօր Բրյուսելում այդ Եվրամիության երկրների դեսպանները ուրեմն ընդունեցին Հայաստան նոր քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշումը ճանապարհ հարթելով վերջնական հաստատման համար, որը ակնկալվում է կլինի արդեն հաջորդ շաբաթ Եվրամիության արտգործնախարարների նիստում, ինչպես եք գնահատում եւ ըստ էության Ռուսաստանի Դաշնությունից այս անգամ էլ արձագանքը չի ուշանա։ Սպառնալիքների եւ այլ տեսքով։ Ես արդեն մտածեցի Տիկին Զախարովան դեռ ժամանակ կա։ Գուցե գինովցած արդեն արտահայտվել է այս ամեն ինչի կապակցությամբ իրականում շատ լավ եմ գնահատում եւ Հայաստան Եվրամիություն ընդլայնված օրակարգի եւ խորացող օրակարգի համատեքստում սա քայլ առաջ է եւ ամրապնդող քայլ է առաջին հերթին, այսպես թե այնպես քայլը կար, հիմա ավելի ամրապնդող։ Ընդգծում է, որ տարածաշրջանում Եվրամիությունը անելիք ունի, Հայաստանի Հանրապետությունից էլ այդ ազդակները դեպի Եվրամիություն գնում են եւ այդ բոլոր տեսակի ճղաձգումները Մոսկվայից իզուր չեն եւ մեր ժողովուրդը պետքա պատրաստ լինի Ռուսաստանի Դաշնությունից սպասվելիք ոչ միայն հիբրիդային գրողների, այլ ավելի գործնական, որովհետեւ մի փոքր թեմայից շեղում կատարեմ, որովհետեւ Հայաստան Եվրամիություն օրակարգը, այսպես ասեմ, ինձ այս փուլում ամբողջությամբ բավարարում է եւ վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը ստանալով ժողովրդի կողմից հերթական անգամ վստահության քվե եւ բարձր լեգիտիմություն Հայաստան Եվրամիություն հարաբերությունները ել ավելի են խորանալու։ Եթե դաշտում քաղաքական դաշտում լինեին ծանրակշիռ շրջանակներ, որոնք կարողանային այս օրակարգը փոխօգնության անգամ ձևաչափով առաջ տանել, ես կասեի, բայց ամենայն դեպս այս պահին Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը Եվրամիության մասով բավարարում է եւ Ռուսաստանի Դաշնությունից ջղաձիկ այդ հայտարարություններն ու երբեմն նաեւ ցենզուրայից դուրս բանակցությունների ընթացքում արտահայտությունները, ինչպիսին Վլադիմիր Պուտինի, այսպես պորտկումներ, դրա վառ վկայությունն է։ Եվ այո, հիմա էլ չի ուշանա, հիմա էլ կգա, հիմա տեղական Վլադիմիր Պուտինի տեխնացուները, գրպանային տեխնացուները, պրոռուսականները, լավ, այսպես ասենք, որ չասեն դե հիմա մենք Պուտինի գրպանում մեզ երբ ես տեսել։ Քիչ որ գնա դա էլ կասեն։ Պրոռուսականները հիմա թեզեր են նետում դաշտ, թե բա սեպտեմբերին
ասվել է պատերազմ, մենք էլ ասում ենք հունիսի 8-ին սկսվելու է տնտեսական պատերազմ։ Գազնաթանգ, մի հատ Արմագեդոն են ներկայացնում, չգիտեմ, գազնաթանգանալու, ատոմակայանն է կանգնելու։ Քիչ ամենում, այստեղ թող ազնվություն գոնե դրսևորեն, էլի, եթե պլաններում կա, եթե այդպիսի Արմագեդոն իրենց պլաններում կա, վստահաբար նաև Սամետ մի ասեք, որովհետև մենք արտաքին ուրեմն կապերի հաստատումը, ամրապնդումը տեսնում ենք օրինակ ոչ միայն Մոսկվայում, այլ նաև Պեկինում, Վաշինգտոնում, բայց ոչ Բրյուսելում իհարկե։ Լոնդոնում, բայց ոչ Բրյուսելում։ Էլ որտեղ փող ունեն։ Էլ որտեղ փող ունեն։ Չեմ կարող ասել։ Հետաքրքիր է, կարելի է պարզել։ Էլ որտեղ փող ունեն։ Այ որտեղ որ փող ունեն, գուցե շահերը սպասարկվի, առաջ տարվի, մի խոսքով, այն հայտնի լոզունգները եկեք ես չկրկնեմ, 1000-ումի եկեղեցի կկառուցվի, մի 1000-ումի զավոդ կկառուցվի, զավոդ, ոչ թե գործարան, 1000-ումի զավոդ կկառուցվի, նայած ինչպես կոնֆիգուրացիան կդասավորվի, եթե Բելարուս ամետ օլիգարխն էլ անցնի, Բելարուս տրակտորներ բոլոր գյուղերում կբաժանվեն, սա սիրելի հայրենակիցներ, կես կատակ, կես լուրջ իհարկե։ Բայց նա ասում է, որ ինքը օլիգարխ չէ, իշխանությունն էլ այն ժամանակ ասել էր, չէ, որ Գագիկ Ծառուկյանը օլիգարխ չէ, բան։ Խոշոր սեփականատեր է, դե եկեք մի փոքր քաղաքագիտորեն մոտենանք այս հարցին։ Այո, կարող է Գագիկ Ծառուկյանը, եթե չի զբաղվում քաղաքականությամբ ակտիվ, դիտարկվել իբրև խոշոր սեփականատեր, բայց երբ որ այդ խոշոր սեփականատերը իր միջոցներով հանդերձ մտնում է քաղաքականություն, ինքը վերածվում է դասական օլիգարխի։ Դասական օլիգարխի։ Կլասիկ օլիգարխի։ Ծառուկյանը կլասիկ օլիգարխ։ Իհարկե։ Այն պահին, երբ որ ինքը որոշում կայացրեց մտնել կրկին անգամ քաղաքականություն, ինքը կրկին անգամ վերածվեց կլասիկ օլիգարխի։ Մյուս բիզնեսմենն էլ ուզում է մտնի, օրենքը թույլ չի տալի, զորբայություն են անում, էլ ուժեղ, էլ հաջորդ վարչապետ։ Մեկը քաղաքականության մեջ բիզնեսմենը որ պահին քաղաքագիտորեն մտավ, ինքը դառնում է օլիգարխիայի կրող, օլիգարխիկ գաղափարախոսության առաջ տանող, այդ շահերը սպասարկող, դա աքսիոմատիկ ճշմարտություն է, լավ դրա հետ էլ կարող եք վիճել։ Սրա հետ էլ կարելի է վիճել։ Հələ լավ հասկացանք, այն դրսից պաշտպանողները պաշտպանում են, մի ձև ուզում եք այսպես ցույց տալ, որ իր հետ ընդհանրապես կապ չունեք, կերպանային չեք, Իվանիշվիլու լայց տեսակը չեք, մի խոսքով։ Բայց այս դասական աքսիոմատիկ ճշմարտություններից էլ հո չեք կարող փախչել։ Հա կարակ մի ամսում եւս $1 միլիարդ այդպես հաշվի վրա ավելացնել, աշխատել։ Բայց կարակ 5 րոպե տեսախցիկների առաջ լրագրողների հարցին պատասխանեք։ Նենց եմ ուզում տեսնեմ այդ տեսարանը, անկեղծորեն ես ուզում եմ տեսնել այդ տեսարանը, Սամվել Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի նման օրինակ կանգնի լրագրողների առաջ, լրագրողները հատկապես այդ ժամանակ չնայած լրագրողական դաշտն էլ այնքան խառն ու խուճուճ լրագրողներն էլ այն լրագրողները, որ այդպես ջանասիրաբար միկրոֆոնը մտցնում են Փաշինյանի բերանն ու չգիտեմ հարցեր են ուղում բան։ Այ այդ նույն ջանասիրությամբ մի հատ մոտենան Սամվել Կարապետյանի մի քանի հատ հարց ուղեն բան անեն։ Տենակ տուն կհասնեն։ Բայց կարող է իրանց ձևերով միջամտեն։ Բայց Հայաստանը ժողովրդավար երկիր է, բոլորն էլ տուն հասնում են, բազմիցս եք ասել, չէ՞, բան։ Հայաստանը ժողովրդավարական պետություն է եւ քանի դեռ իշխանությունը ժողովրդի ձեռքում է եւ ժողովուրդը շատ լավ է երկրի զարգացման պուլսը զգում, զարկերակը զգում, այս շրջանակները սահմանափակվելու են ֆեյքեր բացելով, բոթեր աճացնելով, ֆինանսավորելով, արհեստական բանականության վիդեոների համար տասնյակ հազարավոր երևի թե դոլարներ վճարելով կամ լավություն են կարող իրանց աղբերական անում, եղբայրական կամ բրատսկի վիդեոներ պատվիրելով մի հատ ժողովուրդ եկեք անկեղծ էլի ներողություն եկեք մի հատ էլ ժողովրդի հետ այդ էքսկուրսն անցկացնենք մի հատ նայեք ինչի հետ են ձեզ առաջարկում փոխել
Ավելի բարեկեցիկ, 300,000 աշխատատեղ, ուժեղ պետություն, ուժեղ խաղաղություն, այլընտրանք, այնինչ խոսվում է, պարոն Մկրտչյան, ես տաղավար ալկոհոլի ազդեցության տակ չեմ եկել, որ այս ջրի բաժակը չգիտակցելով բարձրացնեմ ու շարունակեմ կենացը։ Դո ինչ 300,000 աշխատատեղ, վաղը իշխանություն տվեք 600,000 բացեմ։ Ասեմ ավելին ժողովուրդը չէ։ Ուզում եք այդպիսի պոպուլիստական հայտարարություններ լսել։ Դա պոպուլիզմ է, դա էլ դասական եւ կլասիկ պոպուլիզմի ժանրից է։ Բայց ինչ են առաջարկում։ Արհեստական բանականությամբ իր սեփական հայրենակիցների հետ շփվող մարդուն կամ շատ քիչ շփվող գոնե թե մարդուն Հայաստանի Հանրապետությունում սահմանադրությունը զուգարանի թղթի վերածել, փոխել, ջնջել, ավելացնել, կդրտել իրանց ձևով, բերել դարձնել վարչապետ։ Որ ինչ լինի։ Օրինակ ինչ լինի։ Թիրախավորված թրիփը, տորպեդահարվող թրիփը իրենց կողմից վիժեցվի, պատերազմ սկսվի, իրենց պատկերացրած գործող վարչապետն էլ կողմերին կոչանի բանակցությունների սեղան նստելու, թե Բելարուս պետքա զանգեն Մինսկ բանին, Ալեքսանդր Լուկաշենկոին, ում պետք է զանգեն, Վլադիմիր Պուտինին պետքա զանգեն, որ ինչ անի։ Ինչ անի, էլի կարելի է իմանալ, օրինակ Լեռնային Ղարաբաղում ինչ արեցին, հետաքրքիր է։ Տեսանք, չէ՞ ինչ արեցին։ Խաղաղապահների քթի տակ, մարդկանց ռմբակոծությունների ալիքի տակ անտուն անտեր դարձրին։ Երևան էլ եկել են լեզուները շաղ են տալիս, թե բա Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղը լուծ արեց։ Հավերժ Եվլախը ճակատներին դաջացները։ Այս հիբրիդային աղբը, ամբողջությամբ հիբրիդային աղբը։ Գիտեք, հիբրիդային բառի ուղիղ եւ փոխաբերական իմաստով։ Այս հիբրիդային ալիքը պետք է Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր գիտակցությամբ, իր իմաստությամբ գնա ընտրական տեղամաս, որոշում կայացնի անպայմանորեն մասնակցելու։ Այդ ամենակարևորն է։ Տեսեք, բացի այն, որ պիտի ընտրի այս ուժին, այն ուժին, առաջին հերթին որոշի, որ ինքը գնում է մասնակցի, որ Սախալինից եկած անուշապերները, չգիտեմ, Պատմասկովիայից եկած անուշապերները ու իրանց նեղ շրջապատը օրենքի խութերից օգտվելով ընտրության չգնա ու իր ապագան էժանով առնի թանկով ծախի։ Հայաստանի Հանրապետությունը խոպան չի ձեր համար։ Հայաստանի Հանրապետությունը վերջապես պետություն է։ Ու պետք է հաշվի նստել պետության հետ։ Հաշվի նստել ժողովրդի հետ։ Ու վստահ եղեք, այդ որ ասում եմ լավ է լինելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները փայլուն գիտակցում են իրանց շուրջ ինչա տեղի ունենում։ Ավտոբուսի շոֆերը իր փողն է առնում, ամենայն հարգանքով եւ մեծարանքով իրանց նկատմամբ ձեր ցավը տանեմ։ Փողոցում տենում են, մոտենում են, խոսում են։ Ասում են հունիսի 7-ին գիտենք մեր անելիքը։ Այդ մարդիկո չեն գալի իմ ականջին ասեն, որ հունիսի 7-ին գնալու են եւ ուժեղ Հայաստանին քվեարկեն։ Մարդիկ ակնարկում են, որ իրենք շատ լավ հասկանում են իրավիճակը եւ իրենք կգնան ու իրենց խղճով ընտրություն կկատարեն անկախ այն հանգամանքից, որ օրական ինչ որ մի կլորիկ գումար իրանք այդ ավտոբուսը ուղակի կանգնեցնելու համար գուցե աշխատում են։ Այս իրականության դեմ ժողովրդավարությունը սրանով է գեղեցիկ։ Անկախ նրանից թե ջեբդ ինչքան փող կա, կողքդ քանի հատ անուշ աղբեր կա, քանի տելևիզոր բաժանող կա, քանի քյաբաբ բաժանող կա, քանի հատ что-то приятное անող կա եւ այլն, ժողովրդավարությունը ժողովրդի կամքի արտահայտությունն է եւ ժողովուրդը այս բեմականացված թատրոնը ես ինչի է ամբողջ հարցազրույցի ընթացքում այդ ուժեղ բառը էլի շեշտում։ Սա դու կներեք էլի կլոունադա չի, ուժեղ, ամեն երրորդ բառը ուժեղ։ Էլի եմ կրկնում, ուժեղը կանանց չի դնում առաջին շարքերում եւ
ճանապարհում քյաբաբ ու տելևիզոր բաժանելու։ Ուժեղ եք։ Այտենց ուժեղ եք, որ պետությունից ուզում եք վեր կանգնեք, վեր դասեք ձեզ։ Բա որ այտենց ուժեղ եք։ Ուժեղ տղեկ եք, գիտեք այդ բանը։ Բա ինչի՞ չեք եթում դուք այդ տելևիզորն ու քյաբաբը բաժանեք, որ հակակոռուպցիոն կոմիտեի դեմը կաթիշիշ չբերեք դնեք, եթե իհարկե հեղի չեք։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Զրուցում էի քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ։ Եւ Իրանի միջև վերջերս ստորագրված հրադադարի համաձայնագրին Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ իրանական նավահանգիստների շրջափակումն ամբողջությամբ իրագործված է։ Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Իրանին առաջարկում է խոշոր գործարք, որը կկարգավորի երկկողմ տնտեսական հարաբերությունները։ Դոնալդ Թրամփը ցանկանում է մեծ գործարք, այն ինչ նա առաջարկում է Իրանին շատ պարզ է, բայց անկեղծ ասած Միացյալ Նահանգների ոչ մի այլ նախագահ չի ունեցել դա անելու հնարավորություն։ Նա ասել է, եթե դուք պատրաստ եք գործել որպես նորմալ երկիր, ապա մենք պատրաստ ենք ձեզ հետ տնտեսապես վարվել ինչպես նորմալ երկրի, ասել է Վենսը ելույթ ունենալով Ջորջիայի պետական համալսարանում կայացած ֆորումում։ Միացյալ Նահանգների փոխնախագահի խոսքով Վաշինգտոնը ձգտում է ապահովել Իրանի բարգավաճումը եւ ինտեգրել այն համաշխարհային տնտեսության մեջ մեծ գործարքի միջոցով, այնպիսի ձևով, որը տեղի չի ունեցել տասնամյակներ շարունակ։ Վենսը հավելել է, որ բանակցությունները կշարունակվեն ձգտելով հասնել այնպիսի համաձայնության, որը նրա խոսքով օգտակար կլինի բոլոր կողմերի համար։ Չնայած Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև տասնամյակներ տևած անվստահությանը, երկու կողմերն էլ կարծես պատրաստ են գործարքի։ Նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է ամերիկյան պատվիրակությանը բանակցել բարի կամքով, ասել է Վենսը, հավելելով, որ բանակցությունները կշարունակվեն, նշելով, որ երկու կողմերի միջև առկա տարաձայնությունները չեն կարող լուծվել մեկ գիշերվա ընթացքում։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը նույնպես հայտարարել է, որ իր երկիրը բացառապես կողմնակից է երկխոսությանը եւ կառուցողական հարաբերությունների կառուցմանը այլ երկրների հետ, բայց չի հանդուրժի իրենց կամքը պարտադրելու նրանց փորձերը։ Միևնույն ժամանակ The Wall Street Journal-ը հաղորդում է, որ եվրոպական երկրները մշակում են երկրների կոալիցիա ստեղծելու ծրագիր, որը կօգնի Հորմուզի նեղուցով ազատել նավագնացությանը հակամարտության ավարտից հետո, այդ թվում ականազերծող նավեր եւ այլ ռազմական նավեր ուղարկելով։ Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ծրագիրը նախատեսում է միջազգային պաշտպանական առաքելություն, որում պատերազմող կողմերը չեն ընդգրկվի։ Ըստ աղբյուրների խոսքը Միացյալ Նահանգների, Իսրայելի եւ Իրանի մասին է։ Զուգահեռաբար Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն երեկ հյուրընկալել է Իսրայելի եւ Լիբանանի միջև տասնամյակների ընթացքում առաջին ուղիղ բանակցությունները, որից հետո երկու կողմերն էլ հայտարարել են, որ դրական քննարկումներ են ունեցել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը։ Այս հանդիպումը նշանավորվում է նրանով, որ Իսրայելի եւ Լիբանանի կառավարությունների միջև 93 թվականից ի վեր առաջին բարձր մակարդակի շփումներ, մասնակիցներն արդյունավետ քննարկումներ ունեցան Իսրայելի եւ Լիբանանի միջև ուղիղ բանակցություններ սկսելու քայլերի վերաբերյալ, նշված է հաղորդագրության մեջ։ Միացյալ Նահանգները հույս է հայտնել, որ բանակցությունները կարող են գերազանցել 24 թվականի համաձայնագրի շրջանակը եւ հանգեցնել համապարփակ խաղաղության համաձայնագրի։ Միացյալ Նահանգներն իր աջակցությունն է Իսրայելի իրավունքին պաշտպանվելու Հեզբոլլահի շարունակական հարձակումներից, նշված է հաղորդագրության մեջ։ Reuters-ի փոխանցման Վաշինգտոնում ավելի քան 2 ժամ տևած հանդիպումից հետո Միացյալ Նահանգներում Իսրայելի դեսպան Եչել Լեյթերը լրագրողների հետ զրույցում նշել է Լիբանանի կառավարությունը բանակցությունների ընթացքում հստակեցրել է, որ այլևս չի օկուպացվի Իրանին աջակցող լիբանանյան Հեզբոլլահի աշխարհազորայինների կողմից։ Նա հրաժարվել է նշել, թե արդյոք Իսրայելը կդադարեցնի Լիբանանի վրա իր հարձակումները։ Եվ այս պահին զրուցելու է միջազգայնագետ հրապարակախոս Տիգրան Գաբոյանի հետ։ Պարոն Գաբոյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Բարի օր։ Եվ այսպես, պարոն Գաբոյան, նախև առաջ որքանով եք հավանական համարում Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև նոր գործարք կնքելու հնարավորությունը, հատկապես այն դեպքում, երբ Միացյալ Նահանգները փորձում է տնտեսական մեծ օգուտներով այս պահին հրապուրել Իրանին, համեցեք։
Այո, հավանական է կորդարկ, այսօր Թրամփը հայտարարեց, որ հնարավոր է, որ շուտով հասնենք մենք խաղաղության, այսինքն պատերազմը չվերսկսի։ Այո, հավանական է կորդարկ, մեկ խոսքով, եւ հուսալի է։ Պարոն Գաբոյան, Իրանի նավահանգիստների շրջափակումը որքանով կարող է երկարաժամկետ պահպանվել առանց, այսպես ասած, լայնածավալ բախման։ Ինքը դրված համաձայնության կամ ինչ-որ տարածվեցավ երկուշաբթի սրատատարը նային կուր պիտի հասնեն հարցերը։ Բայց Ամերիկան այսպիսով մեսեջ կամ պատկամ ուղարկեց միջազգային ուրիշ խաղացողներուն, Չինաստանին եւ անուղագի Ռուսիոյ արկածեմ։ Ագարակ Ռուսիոյ հետ ինքը համաձայնումներ ունի Թրամփը Ռուսիո Ուկրաինայի հարցով միջնորդ է եւ թյուրացնող Ռուսիո դիրքերը։ Բայց Չինաստանին կարծեմ ուղղված էր, որովհետեւ եթե Հորմոզը իրանցիները փակեցին, անօրինական է իրենց փակումը, անկախ որ հարցակումը նույնպես անօրինական կհամարվի, բայց իրենց պատասխան քայլն անօրինական էր։ Անորոշ Ամերիկա իբր աշխարհի ոստիկան խոսքին, այսինքն անկեղծաբար առանց մատի հետ բաղբծելու որ եթե դուք ինձ Եվրոպային անշուշտ պատկամ է, որ դուք ինձ չաչակցեցաք եւ ես Հորմոզը եթե անտրփակեմ, այսպես կոչված, ընդհանուր փակումի ենթարկեմ, չինական նավերն չեմ մտներ այդտեղ, իսկ չինական նավերը չմտնեն, դուրս չգան այդտեղեն, մեծ խնդիր է, այսինքն Չինաստանի համար, ոչ թե միան Իրանի համար։ Անորոշ մեծ պատկամ է եւ նայենք այս երկուշաբթի մեջ հարցերը ինչպես պիտի զարգանան։ Պարոն Գաբոյան, կարող է արդյոք Միացյալ Նահանգների միջնորդած այսպես Իսրայել-Լիբանան բանակցությունները երկարաժամկետ խաղաղության հանգեցնել ձեր գնահատմամբ եւ այս առումով ինչ ճակատագիր է սպասվում Հեզբոլլահին։ Լիբանանը այս շրջադարձային իրավիճակ բոլոր է եւ այս ժամանակաշրջանը շատ ճակատագրական է իրեն համար, այսինքն Լիբանանի նոր թիմակիցը կազմվի, կգծակրվի եւ Ամերիկայի այսպես հովանին տակ կառնվի Լիբանանը, որը այդտեղ շատ սուր անջատում կա կամ Թիրքավորում կա երկու կողմերու միջև, Հեզբոլլահն եւ Թուրքիը գործընծն է եւ այո շատ հավանական է որ հասնին համաձայնության կարծեմ 20 տարին ավելի է որտեղ արդեն չեն բանակցած Իսրայելը եւ Լիբանանը եւ այս քայլը աննախընթաց կգրնահամարվի եւ Ամերիկայի հովանավորությունը եւ մուտքը Լիբանան կվավերակրվի այսինքն Անորոշ այո, կարծեմ թե շատ հավանական է դոգոսներ բիչի հիմա նշանակեմ, որ համաձայնության հասնի Լիբանանը եւ Իսրայելը։ Տեղեկություններ նաեւ կան պարոն Գաբոյան, որ Լիբանանի բանակը կարող է Իսրայելի հետ ազատել Լիբանանի հարավը Հեզբոլլահից, որքանով է հավանական համարում այս տարբերակը։ Այս տարբերակը ներքին փախումներու կդանի, կարծեմ մինչև վերջին վարյանին լիբանանյան բանակը, որը Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հովանավորությունը եւ անմիջական ղեկավարմամբ կաշխատի կփանի, որտեղ ինքը նախկին Լիբանանի բանակի հրամանատարներ, կարծեմ լիբանանցիները անցամբ պիտի խուսանավին այդ քայլեն մինչև վերջին վարյան։ Եթե հարցեր հասան, ես կգարձեմ համեստ կարծիքով Հեզբոլլահն, եթե ինքը, որովհետև ինքը հեղաշրջման փորձերու մեջ էր լիբանանյան կառավարության դեմ, ինքը թիմյաց քայլին անշուշտ հագադարձաբար լիբանանյան բանակը պատասխան է, բայց լիբանանյան բանակը շատ զգուշ պիտի գտնվի մինչև վերջին վարյան։ Իր համաձայնումներն ալ Իսրայելի դեռ նոր են, այսինքն դեռ չեն կատարելագործված խաղաղության պայմանագիրով անորոշ կետնի վրա եւ ռազմական առումով ինչ զարգացումներ կունենա այս քիթը դեռ չեն կրնար կանխատեսել։ Միակ իմ համեստ ինչպես որս ներողություն գրթության համեստ կանխատեսումս որ լիբանանյան բանակը շատ զգուշ պիտի լա
ամիջական եւ ուղագի թիմագայություն Հեզբոլլահին հետ, որովհետեւ ներկա լիբանանյան քաղաքացիական պատերազմի քայլ գամարվի։ Պարոն Գաբոյան, իսկ առհասարակ ձեր կարծիքով ինչն է կողմերին վերջնական համաձայնության հասնելու այսպես խոչընդոտ հանդիսանում։ Որ կողմերուն ներողություն, Լիբանան, Իսրայել, Ամերիկա, Իրան։ Այո, Միացյալ Նահանգներ, Իրան։ Այո։ Միացյալ Նահանգներուն պայմանները հստակ են՝ յուրանիումի հանձնում եւ բալիստիկ հրթիռներու հարցը եւ անոնց չեզոքացումը արդեն կարծեմ թե նորեն համեստապար որ կատարված է այսպես կոմեմ։ Հիմա յուրանիումի վրա է խնդիրը, եթե չսխալիմ։ Յուրանիումը ուր բահված է, ինչպես կրնան արտահանել, ինչպես արտահանցնել երրորդ կողմի նույնիսկ իսլամական աշխարհը, ինչ Պակիստանը, Թուրքիան, ինչ նշում կրնա բանեցնել եւ այլն, որովհետեւ հիմա համաձայններ կան Պակիստան, Թուրքիա, Սաուդիա Եգիպտոս դերակայ խնդիրը գարձեմ յուրանիումի հարցը, որովհետև բալիստիկ հրթիռներու կարողականությունը ըստ երևույթին չեզոքացման ընթացքի մեջ, եթե պատերազմը շարունակվի, վերջնականապես կչեզոքանա, քալիք 1-2 ամսվա մեջ։ Ամերիկան հստակ է, որ այսինքն ինքն է վերագացուն եւ վերամբարձ ուժ ունեցող այս հարցի մեջ։ Ամերիկայի նահանջը ինչպես այսքի առաջվա վերլուծության մեջ ասինք դարաշրջանեն ավելի փոփոխեցնե ծոցի երկրներու եւ Իրանի եւ Թուրքիո եւ նույնիսկ Իսրայելի գուտա այսպես ուրիշ հագատարցապար ավելի ծայրահեղ գեցված ամերիկան ինչքանալ Իրանի վրա արձակում գործը բայց դեղ մնալ սանսողն է եւ բանակցողն է եւ համատրողն է հուսանք բոլորս անշուշտ բոլորին շահերեն կփոխի որ այս բայց Իրանի գարձեմ յուրանիումի խնդիրն է հիմնական հարցը եւ Իսրայելն անզիջող է այդ հարցով յուրանիումի հարցով որ վերջնականապես դերբազատվի կամ ուղղակի դինատապնեն կամ խլեն իր յուրանիում Պարոն Գաբոյան, երկշաբաթի այս ժամկետը որքանով բավարար կլինի։ Թրամփը հայտարարում է, որ ավել ժամանակ չի պահանջվի եւ ավելացնելու ժամանակ ուրեմն չի պահանջվի, բայց ինչ եք կարծում, որքանով է ուրեմն հավանական երկշաբաթյա արդյունքում այսպես շատ վերջնական արդյունքներ գրանցել։ Ես ամենստապար կարծեմ Իրանը յուրանիումը չի հանձներ, որովհետեւ երկու շաբթվա մեջ այսքան թիմացավ 40 տարի եւ յուրանիումը մշակված յուրանիումն է ռոթիում միշտ յուրանիում գսեմ բայց չագարտված նույնքան յուրանիումն է այդ որը դոգոսային իր մեծ աշխատանքն իր միակ նվաճումն է այսքան տարվա հրթիռներու նվաճումը ինչպես որոցի այլևս ուժ չունի քալիք շրջանին յուրանիումը թյուրին չի հասնի վարչագարքին այսպես սա մագնիշն է կամ լոզունգն է կամ գարկախոսն է յուրանիումի հանձնումի որտեղ վարչագարքը ինգավ նույնքն յուրանիումն է ուրիշ դասավորումներու գահստի իրանյան փեշակված յուրանիումը հիմա Իրան այս գրոնա դիրապետությունը յուրանիումին այսինքն խուսանավումները դեղ փոխադրումը այս հիմնական այսինքն նախնական պատկերացումով բահումը եւ այլն ինչքան կրնա ժամանակ շահիլ չենք կրնարեցել բայց կարծեմ երկու շաբթվա մեջ անշուշտ երկու շաբաթ կտողան մի քանի ամիս է կրնան տողան այդ կեվերջ այլևս խնդիր ավելի կարծեմ կհասկանա կամ ավելի ամերիկան եւ իսրայելը մինչեւ վերջ պիտի երթան արիթ կարծեմ թե ամենստապար բաց պիչի այս հնարավորությունը միջի գործընթացն պատմական է որով դգրեն համար խզելու Իրան մշակված յուրանիում Պարոն Գաբոյան, հետաքրքիր է, որ անընդհատ խոսվում էր Իրանում ուրեմն ներքաղաքական եւ ներհասարակական կյանքում բուրըն ուրեմն տեղաշարժերի հնարավորության մասին, որ այ հնարավոր է Իրանի հասարակությունը իր ներսից ուրեմն ինքնակազմակերպվի եւ այսպես ասած ներսից պայթյուն տեղի ունենա, այս տարբերակները բացառում եք այս փուլում առհասարակ
Այո, բացառվում է հիմա ներկայիս արդեն բացառվեցան այդ շարժումները, որովհետև պատերազմական վիճակ է, Իրանը կգնա իր չագերտված նահատակեցնել իր կամ զոհաբերել մի քանի միլիոն ժողովուրդ պահելու այսինքն իր պատկերացումով իր ցերկերում իր յուրանիումը ուրիշ ճարտունի մանավանդ որ իր պրոքսի ենթակա թևերը մեկ ինքան ասի վերջին ճակատամարտ կրնա եւ արդեն գծվի այսինքն ես այդ ծավալփոխումներում կամ ծավալգերբումներում միջի արմագետոն եւ այլն, բայց Իրանի համար կարծեմ թե շարժումները մեկ խոսքով դժվար թե այդ անկրվանը անցավ հիմա պատերազմական վիճակ է ներքին պատերազմի գրնա դանիլ, բայց Իրան այդտեղ Իրանի վարչագահը դեռ զորավոր է ներքին ճակատով բնականաբար շատ թյուրավ մի քանի ժամվա մեջ կրնաճսմել որովե շարժում մեկ սցենարիո կա որ եթե քյուրդերը Քուրդիստանի ուժերը բայց այդտեղ պետք է աջակցություն ստանան ամերիկյան ցամաքային ուժերը ամերիկա դեռ որոշում չարած եւ կարծեմ նորեն ամենստապար ամերիկայի նվաստավոր չէ ցամաքային ներխուժում ինքը այսպես ավելի շահեկան է այս թեթև կամ տանտաղ հիզումով Իրանի Շնորհակալ եմ պարոն Գաբոյան Խնդրեմ Զրուցում էի միջազգայնագետ հրապարակախոս Տիգրան Գաբոյանի հետ այս ժամի համար այսքանն էինք նախատեսել հետևեք մեր թողարկումներին կհանդիպենք Տարին ընդամենը մեկ անգամ իսպանական անսանձ ոգին ու գիրքը դառնում են ավելի մոտ իդեալ համակարգում։ Զգացեք իրական ռոդեոյի շունչն ու էներգիան 2026 թվականի իսպանական սալիկների բացառիկ հավաքածուներում։ Անկառավարելի ուժ եւ գեղեցկություն, որոնք վերածվում են կատարյալ ձևերի ու նուրբ ֆակտուրաների։ Ձեռք բերեք իսպանական բարձրորակ սալիկների լայն տեսականին, սկսած 1 քառակուսի մետրն ընդամենը 3300 դրամից։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ դեպի կատարելություն